Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 8-ի համար, օրը 5-շաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 8-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հիվանդանոցում ինչ-որ մարդ կա, կամ ուզում եք գնալ հիվանդատես, կամ ուզում եք գնաք ոչը բժշկի և չի ստացվում, չեք կարողանում գնալ, կամ բժիշկը տեղը չի, կամ ինչ-որ մի բան է այստեղ, որ չեք կարողանում գնալ, ինչ-որ դուք եք հիվանդ և չեք կարողանում ինչ-որ մի բան անեք, հետո նոր կկարողանաք անել օրվա վերջ։ Նաև այդ օրը տանը կարող եք աշխատել, կամ տանը ինչ-որ գործեր անել, տան հետ կապված ոչը գործերով զբաղվել, նաև տան անդամներից ոչը մեկը կարող է ընդունվել աշխատանքի։ Նաև այդ օրը ինչ-որ մտքերի մեջ կլինեք, կմտածեք ինչ-որ բանի մասին, ինչ-որ մեկի մասին, նաև կարող եք հանդիպել ոչը մասնագետի կամ խոսել ոչը մասնագետի հետ, միգուցե մտածում եք դիմեք արդյոք մասնագետին, թե ոչ, ինչ-որ բան է ուշանալու, մոտավորապես 2.5 ամիս կարող է ուշանալ, կամ ինչ-որ մեկն է ուշանում, ամենայն դեպս երեկոյան սպասում եք, թե հիմա դրան եք սպասում, հետո իմանալու եք, որ այն կարող է ուշանալ, այդքան թե բացի դա էլ ինչ-որ մեկին եք սպասում, դա արդեն չեմ կարող ասել, ամենայն դեպս սպասման մեջ եք լինելու երեկոյան, որ տան անդամներին եք սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 8-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան որից խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք։ Նաև եթե վիճված եք ձեր սիրելի մարդկանց հետ, ապա առավոտյան իրենց հետ կհաշտվեք։ Գուցե ձեր երկրորդ կեսի հետ է, միգուցե տան անդամների հետ է, մի խոսքով, ինչ որ մեկի հետ է, ով կարող եք հաշտվել։ Եվ ինչ որ մի բան չի ստացվում օրվա վերջի եւս, բայց կամ անսպասելի կստացվի, կամ եթե ջանքեր գործադրեք, ապա եւս այն կստացվի։ Եվ կտատանվեք, ծանրութեթև կանեք, կմտածեք ինչ որ բանի մասին, ինչ որ բանի շուրջ։ Գուցե կասկածներ են, միգուցե ընտրության առջև եք կանգնած, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 8-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ առավոտյան կարող են ինչ-որ մարդիկ գալ ձեզ մոտ, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լեցուն կլինեք, օրվա ընթացքում ոչ մի լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, հնարավոր է ոչ մասնագետից, հնարավոր է ընտանիքին է վերաբերվում դա, վիզայիք դիմել, ինչ-որ մի բան է, որը ձեր ընտանիքին է վերաբերվելու կամ ձեր երկրորդ կեսի մասին է։ Ինչ-որ մասնագետ է, կամ բժիշկ է, կամ ինչ-որ բան է, ով որ շատ լավ լուր է ասելու ձեզ։ Նաև սա կարող է իրավաբան է, ինչ-որ գործարքի մասին կարող է լինել։ Ամենայն դեպս ունեք շատ լավ լուր, ոչ է լուսավոր մի բան, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, հանդիպում շփում ոչ է մասնագետի հետ և ոմանց նաև ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, նաև դե ձեր երկրորդ կեսը կարող է այստեղ իր մոտ է փոփոխություն, իր հետ է կապված այդ ամեն ինչը։ Նաև դա գործարք է, որ կարող եք կնքել կամ ոնց որ պատրաստվեք այդ գործարքը կնքելուն, որպես լավ լուր է, հա, ոնց որ իմանում եք։ Նաև այստեղ հույսով սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, նաև տատանվում եք, ծանրութեթև եք անում, ինչ-որ հարցեր, ինչ-որ մտքեր, գուցե կասկածներ են, կգա թե չի գա կամ առավոտյան կարող առավոտվանից եք սպասում, որովհետև ոնց որ կեսը առավոտյան է տատանվում եք առավոտյան, այստեղ նաև վիճում եք, չեք տատանվում առավոտյան, նայեք վիճում եք, բաց եք թողել։ Կամ ճանապարհին եք վիճելու, կամ ճանապարհի համար եք վիճելու։ Եվ այդ օրը կամ գումար կստանաք, կամ գումար նաև կծախսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետնիների։
սպասվում խեցգետիններին հունվարի 8-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոմանց ամուսության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, նաև հրավերք որևիցե հարսանիքի, նաև նշանադրության կամ դուք եք ամուսն անում այս շաբաթ ձեր հարսանիքն է լինելու։ Ունեք երկերեսանի մարդիկ ձեր շրջապատում, եթե ձեզ ամուսության առաջարկ կանեն, այդպես բացեի, բայց մի ուրախացեք, իբրև իրանք էլ ձեզ համար շատ ուրախ են, կամ շատ մի բացվեք, մի կիսվեք, կամ պետք է հասկանաք, որ ուրախության հետ մեկտեղ այն ինչ-որ մարդիկ կան, որ ուղղակի հենց այնպես են կիսում ձեր ուրախությունը։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, կամ իրան եք գումար տալու, կամ ինքն է ձեզ գումար տալու, գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, նաև հեռախոսազանգ կունենաք, սպասում եք, եւ մինչև այդ հեռախոսով զրուցում եք, հետո սպասում եք, որ գա կամ վճարեք, կամ ինքը ձեզ գումար տա։ Եվ երեկոյան բավականին ուրախ տրամադրություն կունենաք, բարձր տրամադրություն, էներգիայով լի կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում ամուսներին հունվարի 8-ին։ Հարգելի ամուսներ, այդ օրը ոչ էլ լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը բավականին շատ կբարձրացնի։ Նաև տան հետ կապված հարցերը առաջ կգնան, միգուցե տուն եք փնտրում, միգուցե տեղափոխվում եք, միգուցե
վերանորոգում էր, չնայած ձմեռ է կամ ինչ-որ մի բան է, որը առաջ կգնա։ Կամ դուք տանը կանեք հավելյալ գործ, դա առաջ կտանեք, հա, ինչ-որ մի բան է, որը առաջ է գնալու, տան հետ կապված, ընտանիքի անդամների հետ կապված, միգուցե հարաբերությունները նաև։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, միգուցե ինչ-որ մի բան է ուշանում, որը ձեզ համար լավ է, կամ այնինչ, որ ուշանալու էր, ավելի շուտ է տեղի ունենում։ Եվ երեկոյան այստեղ հեռախոսազանգ կունենաք կամ երկար եք սպասել այդ հեռախոսազանգին կամ այդ տեղեկատվությանը, որը կստանաք հեռախոսազանգի միջոցով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 8-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ոմանք սեր խոստովանեն, ոմանք դուք կարող սեր խոստովանել։ Այդպես արթնանում եք ոնց որ սիրո զգացումով, միգուցե շատ լավ երազ եք տեսել, ինչ-որ մի բան է, որը այսպես են հավեսով արթնացնում է ձեզ։ Ձեր գործերը առաջ կտանեք, ճիշտ է շատ չեք կարողանում, բայց այստեղ նաև կարող է գնաք, փնտրեք աշխատանք, կարող եք գտնել, մեկը կանչի ձեզ հարցազրույցի, այդ նման տիպ ինչ-որ գործեր աշխատանքի հետ կապված, կփորձեք տանել առաջ, բայց շատ չեք կարողանում, հա, տանել։ Օրվա ընթացքում կարող եք նաև ձեզ վատ զգալ կամ գնում եք ոճաբժշկական կենտրոն կամ հիվանդանոցում ինչ-որ մեկը ունեք, իր մոտ եք գնալու, սպասում եք ինչ-որ մեկին, նաև այստեղ պետական հիմնարկությունը հնարավոր է ևս հիվանդանոց է և հանդիպում եք մասնագետի։ Սպասում եք մասնագետը գա, իր հետ խոսակ, դա կարող է լինել ոչ թե հենց հիվանդանոց, կարող առավոտյան է հիվանդանոցի հետ կապված ու վերջ, կարող է մեկ այլ հաստատություն է, նաև ուսումնական, նաև ինչ-որ բանկ և այլն, յուրաքանչյուր տեղ կարող է լինել, այդտեղ մասնագետին եք տեսնելու, խոսելու, կամ կարող եք զանգահարել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին հունվարի 8-ին։
Հարգելի կշռքներ, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում, նաև օրվա ընթացքում ինչ-որ մի բան է փակ, կամ ձեզ լավ չեք զգում, կամ հոգնել եք չեք կարողանում անել, կամ ինչ-որ մի կնոջից է կախված, միգուցե ինչ-որ կին է հիվանդ և ոնց որ դրանից է ձեր գործերն է կանգնում, չեք կարողանում անել դա։ Եվ օրվա վերջ ոչ է մի լուսավոր մի բան տեղի կունենա, որից էլ ձեր տրամադրությունը կբարձրանա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 8-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ մասնագետի հետ։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ բան է ձեզ կամ հիասթափվում եք կամ ինչ-որ միայնության զգացում է ձեզ մոտ։ Եվ ոչ է հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 8-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է նաև, որևէ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, նաև ձեզ հաջողություն է սպասվում ձեր գործերում, ձեր աշխատանքում, ելք եք փնտրելու որևէ կամ մասնագետին տեսնելու համար կամ այդ մասնագետի հետ միասին կարող եք ինչ-որ հարցին լուծում գտնել, փնտրել, տեսնել ինչ կարող եք անել։ Գումար եք ստանալու այդ օրը, նաև գումար կծախսեք եւ ինչ-որ բաներ առաջ կգնան, զարգանան։ Այդ օրը ոնց որ թե այդ օրն է, որ պետք է ամեն ինչ անեք, որպեսզի հաջողություն ունենաք, զարգացնեք ձեր գործերը։ Ինչպես որ առիթը բաց մի թողեք։
Նաև սա կարող է լինել հարաբերությունները, դա էլ եւս պարտադիր չի միայն գործերը լինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 8-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ձեր գործերը առաջ կտանեք, կմղեք առաջ, միգուցե առավոտյան շուտ, միգուցե երեկոյան։ Օրվա ընթացքում ինչ-որ մարդկանց հետ կարող եք վիճել, հնարավոր է օցել են, հետո արդեն ոնց որ ամեն ինչ նորմալանում է։ Սկզբում կարող է իրար եք ուտում, հետո կարգավորվում է ամեն ինչ։ Նաև սպասում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, եւ կարող է տղամարդու եք սպասում, հետո կարող եք հանդիպել ոչ թե տղամարդու հետ կամ խոսել, կամ պատմել ինչ-որ բան, կարող ձեր ամուսինն է, գնում եք տուն, կամ սպասում եք գա տուն, ինչ-որ բաներ պատմեք։ Այսքանը ձեզ համար, նաև առաջ տանելը դա, ես գործերն եմ ասում, հա, դա հարաբերությունները կարող են լինել, ընտանիքը, որ օրինակ վիճել եք իրար հետ, հա, եւ ինչ-որ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի հաշտվեք։ Ինչպես, միայն գործերը չի, շատ մարդիկ չեն աշխատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 8-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկատվություն կլսեք, կստանաք ոչ է փաստաթուղթ, կարևոր ինչ-որ մի բան է, որը երկար եք սպասել կամ արդեն ուժը կորցրել է, այնքան եք սպասել։ Դա կարտը դա է, ոնց որ արդեն անիմաստ է իր գալը։ Բայց ոմանց մոտ նաև դեռ անիմաստ չէ եւ շատ կարևոր է։ Ոմանք օրվա ընթացքում կցանկանան պարկել, քնել, հանգստանալ։
Նաև ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ է, հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում եւ կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ եւ այդ ժամանակ ինչ-որ հնարավորություն բաց թողել։ Կամ շատ կարևոր նամակ է գալու, կամ շատ կարևոր տեղեկություն է, որը կարող եք վիճել, գորգռալ, չլսել։ Կամ ինչ-որ փաստաթուղթ է, որը պետք է ստորագրեք, որը պետք է ստանայք եւ այլն ինչ-որ մի բան է, որ այդ հնարավորությունը այդ պահին ձեր ձեռքից բաց կթողնեք։ Համար պետք է կարողանաք ձեզ զսպել։ Եթե ուզում եք ինչ-որ մի բան ստանալ, կամ դա իրոք դուք էլ կարող չգիտեիք, հետո է բացահայտվում, որ ինչ-որ մի բան այստեղ ոնց որ բաց թողեցիք, կամ կախված է իրավիճակից, թե որտեղ եք եւ ինչ է, հա սա։ Ուղղակի կարող է նորություն է, որը գորգռակ, կռվեք, թողեք գնաք եւ այդ պահին լինի այդ հնարավորությունը, որ կարող եք ստանալ, հա, կամ ինչ-որ թուղթ է, որ կարող եք ստանալ, շատ հանգիստ գորգռում եք, էլի եք թողնում գնում։ Այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 8-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոչ թե մեկին եք սպասելու առավոտյան կամ ինչ-որ բանի եք սպասելու առավոտյան, նաև ոմանց կարող են սիրո խոստովանություն անել կամ ընտանիքում սեր է իշխելու, ինչ-որ բան տեղի կունենա, որից որ ձեզ լավ կզգաք, հա, սիրտը ուրախ կլինի։ Նաև այստեղ ինչ-որ ելք եք փնտրելու, կամ սիրելիին տեսնելու, կամ հաշտվելու, հա, ինչ-որ մի բան է, այստեղ ելք եք փնտրելու։ Նաև երկար սպասված ոչ թե տեղեկատվություն կստանաք փաթեթ, ինչ-որ մեկից SMS, գուցե փաստաթուղթ է շատ կարևոր ձեզ համար եւ կարիերայում մի փոքր այստեղ առաջ խաղացում ունեք։ Շատ չի, բայց առաջ խաղացումը կա, կգնաք առաջ կամ ձեր գործերը կտանեք առաջ։ Գուցե աշխատանքի վայրում եք, հա, զգում այդ տարբերությունը, որ արդեն առաջ խաղացում ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։